Ոնց էլ չլինի Երևանում քայլելիս, այս երկու Ռոզովի շենքերը տեսած կլինես։ Այս շենքերը կառուցվել են 1926 թվականին։ Տեսեք ժամանակին նրանք ինչպիսի տեսք են ունեցել, ապա ցանկապատը տեսեք։ Կոմենտներում գրեք, թե ոնց էր սիրուն, սպիտակ թե Ռոզովի։ Չմոռանաս գրանցվել գիտակերտին։ Ժողովուրդ մենակ իմանաք ովքեր են ստեղ ապրել։ Ասեմ, Ալեքսանդր Սպենդիարյանը, տեղ կա նրա տուն-թանգարանը։ Մի որոշ ժամանակ Չարենցն էլ է ստեղ բնակվել։ Չարենցի մոտ հաճախ հյուր էին գալիս Գուրգեն Մահարին, Աքսել Բակունցը եւ այլ մշակութային գործիչներ։ Իսկ դուք գիտեք, որ Չարենցի կին այս շենքում է մահացել։ Այո, Արփենիկի թաղումը տեղի է ունեցել այս շենքից։ Լուրջ եմ ասում, ես չգիտեի։ Ասում են, որ կնոջ թաղումից հետո Չարենցը ստեղ չի ապրել։ Չմոռանաս լայքս դիր, լայքս։ Մոռացա ասեմ, որ այս շենքի ճարտարապետն էր Նիկոլայ Բունյատյանը։ Այնքան հետաքրքիր է, երբ ապրում ես մի քաղաքում, որտեղ անընդհատ առնչվում ես պատմության հետ։